Եթե լիներ հանճարեղ հայ կանանց անվանակարգ, ապա այս կինը վստահաբար առաջին տասնյակում կհայտնվեր։ Հայկանուշ Մարկը սովորական լրագրող կամ խմբագիր չէր։ Նա մի կին էր, ով կարողացավ ցեղասպանությունից հետո Թուրքիայում կանանց սովորեցնել պայքարել։ Նրա թերթը առաջին հայացքից կարծես խոհանոց ու կարուձև էր սովորեցնում, բայց դա միայն արտաքին շերտն էր։ Իրականում նա հստակ հասկանում էր, կնոջ դերը, առավել ևս հայ կնոջ դերը, խոհանոցով չի սահմանափակվում։ 1919-ից մինչև 1933 թվականները նրա հայ-կին ամսագիրը դարձավ հարթակ, որտեղ կարելի էր քննարկել կանանց վերաբերող ցանկացած հարց։ Ամսագիրը 14 տարի շարունակ լույս էր տեսնում ամսական 2 համարով, դառնալով ոչ միայն տեղեկատվական, այլև գաղափարական կենտրոն։ 1919 թվականին Թուրքիայում իշխանությունները կարծում էին, թե նա պարզապես կանանց սովորեցնում է եփել, կարել, տնային տնտեսություն վարել։ Բայց իրականում ամեն մի բաղադրատոմսի տակ նա թաքցնում էր կանանց ազատագրման մանիֆեստներ։ Շերեփը կարող է լինել զենք, եթե գիտես ինչպես օգտագործել այն։ 1933 թվականին հայ-կինը թերթը փակվեց, բոլորին հայտնի մի բանի պատճառով։ Մարկի ակտիվությունը, միջազգային կապերը եւ հայ կանանց համախմբելու կարողությունը նրան դարձրել էին անցանկալի Թուրքիայի իշխանությունների համար։ Դրանից հետո նա այլևս չէր կարող ազատ հրապարակվել կամ հանրային ելույթներ ունենալ։ Ինչպես շատ հայ մտավորականներ, իր կյանքի վերջին տարիներին ապրում էր համեստ, գրեթե աղքատ պայմաններում։ Նա միայնակ էր, չուներ զավակներ, եւ նրա միակ ընտանիքը մնում էին այն կանայք, որոնց տարիներ առաջ ինքը ոգեշնչել էր։ Թվում է նա պարտվեց, քանի որ իր պայքարի գլխավոր գործիքը թերթը փակվեց։ Բայց իրականում նրա վերջին տարիները եւս պայքար էին, պայքար մոռացության դեմ։